Հայաստանի հունահռոմեական ոճի իմշամարտի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիկներն ավելի քան 20 օր է ինտենսիվ մարզումներ են անցկացնում Գյումրիի սամբո ջյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցում։ Ուսումնամարզական հավաքն այստեղ կազմակերպելու պայմաններն ապահովված են։ Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոնների հետ միջազգային մրցաշարերում նոր փորձառություն ունեցող մարզիկները կարևոր առաջնությունների են պատրաստվում։ Անընդհատ մարզվելն ու նոր տակտիկական մեթոդների յուրացումը միայն գորգի վրա հնարավորություն է ճիշտ օգտագործելու և առավելագույն միավորներ վաստակելու համար չէ։ Դրանք նաև վնասվածքներից խուսափելու և մրցաշրջանի ընթացքում կայուն ֆիզիկական վիճակ պահպանելու կարևոր նախապայման են։ Գորգային վարժություններն այստեղ բոլորի համար նույնն են, անկախ փորձից ու նվաճած մեդալներից։ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերին մասնակցելու է աշխարհի առաջնությանը։ Շատ լավ է անցնում մարզումները, լավ մարզվում ենք, լավ պարապմունքներ ենք անցկացնում, դեք Գյումրիում եք, գիտեք ինչ պայմաններ կա ու ինչ սպորտսմեններ կա, լավ հավաք ենք անցկացնում ու ես հույս ունեմ, որ այս հավաքը մեծ օգուտ կտա մեր հավաքականին։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կամքի ուժի օրինակը ոգևորում է երիտասարդ մարզիկներին։ Մեծ սպորտում նրանք եւս ասելու, ապացուցելու բան ունեն։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Սուրեն Աղաջանյանը մեծահասակների կազմում առաջին անգամ հնարավորություն է ունենալու Հայաստանը ներկայացնել աշխարհի առաջնությունում։ Մեծահասակների մեջ առաջի փորձս է լինելու, եթե հասնեմ աշխարհի առաջնություն, մեր ընկերներից մեկի Հրաչյա Պողոսյանի հետ պետք է ուժերս չափեմ Լեհաստանում, փորձի առումով շատ ենք իրենցից վերցնում ենք, քանի որ դեռ երիտասարդ ենք, ահագին փորձով զիջում ենք նրանց։ Հիմնականում որ հնարքներն որ կատարում են, կատարելագործում են ավելի շատ այդ աշխատանքը ցույց տալու համար ամբողջ աշխարհին։ Ըմբիշների հանդիպումը եզակիներից է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանի հետ։ Մարզական վարպետության խորհուրդներն ու գործնական ցուցումները մարզիկների համար կարևոր են։ Միացյալ Նահանգներում և Ղազախստանում հոկտեմբերին անցկացվելու են մինչև 23 տարեկանների և մեծահասակների աշխարհի առաջնությունները։ Հայաստանի հավաքականները ակնկալում են, որ իրենք լավագույն կազմով կներկայացնեն Հայաստանը։ Ամենախոշոր մրցաշարը այս տարվա աշխարհի առաջնություններն են երկու տարիքայիններում, 23 տարեկանում եւ մեծահասակների։ Տվյալ բանը չեմ կարող կոնկրետ ասել, դեռ բաներ կախված է տղաների նախ ինքնազգացողությունից, երկրորդը միջազգային այս վերջի մրցաշարից եւ իրենց անցած ճանապարհից տարվա։ Ծանրաբեռնված է նաև մարզումների գրաֆիկը ծանրամարտի ազգային հավաքականի համար։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ծանրորդներին առաջիկայում նույնպես կարևոր մրցելույթներ են սպասվում։ Հիմա ավելի նոր վարժություններով ենք աշխատում, ուժային, որը գրեթե կարելի ասել չենք էլ արել ու փորձում ենք ավելի բարելավել ուժային որակները մեր, հուսով եմ արդյունքը աշխարհին կերևա։ Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայում հոկտեմբերին կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Նույն ամսին Չինաստանում կանցկացվի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այս առաջնությունները վարկանիշային են, կարևոր օլիմպիական խաղերից առաջ։ Դեռ օլիմպիական խաղերին 2 տարի էլ կա, պետք է մասնակցենք 5-ից 6 կարևոր մրցումներ վարկանիշային եւ ունենանք այն միավորը, որը թույլ կտա տղաներին մասնակցեն օլիմպիական խաղերին։ Գյումրիի մարզական հավաքներից հետո ումբիշների և ծանրորդների ազգային հավաքականները ևս 2 ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Դիլիջանում, հետո Վրաստանում։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների ցանկը կորոշվի այս հավաքների արդյունքների ամփոփումից հետո։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։